ՀԿՏ 0153-0123 քրեական գործով դատական նիստը Նիստերի քարտուղարին խնդրում եմ զեկուցել ովքեր են ներկայացել դատական նիստին Պատվաշան դատարան դատական նիստը ներկայացել են զինվորական դատախազության Գեղարդյանի Նահարյանը, զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը, դժոխի լիազոր ներկայացուցիչ Սամվել Անդրեասյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, դժոխի իրավահաջորդներ Հարություն Օհանյանը, Ստեփան Հակոբյանը, Տերոս Տիգրանյանը, չեն ներկայացել դժոխներ Խորեն Մելիքյանը, Արմեն Հակոբյանը։ Դատական նիստի դահլիճում գտնվում է նաև Ինֆոկոմ լրատվական միջոցներից Միլենա Խաչիկյանը եւ իրավաբան մեթից Տիգրան Հովհաննիսյանը։ Շնորհակալություն այդ դատավարության հարգելի մասնակիցներ, ինչ կարծիքում եք բացակայող անձանց բացակայության պայմաններում դատական նիստը շարունակելու առնչությամբ Շնորհակալություն նախորդ դատարան արձանագրում է, որ նախորդ դատական նիստին նախնական դատալսումների հարցերի քննության 317-րդ հոդվածը ամփոփեցինք, գույքային հայցի առնչությամբ դիտարկումները դատարանը ներկայացրեց, ընդունեց հանրային մեղադրողի կողմից ներկայացված գույքային հայցը, հարգելի պաշտպանության կողմ այս առնչությամբ լրացուցիչ ինչ-որ բան եք ավելացնելու։ Պատվաժան դատարանը գույքային հայցը մեր կողմից չընդունում, մնացող դատականությունը Ավելացնելու բան եք մեղադրել։ Դատարան անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսված համապատասխան միջնորդությունների ներկայացմանը համաձայնեցված վարույթ, ավարակացված վարույթ կիրառելու հնարավոր միջնորդությունների ներկայացմանը, թեև դատարան արձանագրում է, որ մեղադրանքի կողմը բնականաբար նման միջնորդություն ներկայացնելու հիմքեր չունենա, թեև պաշտպանության կողմն էլ օրենսդրական կարգավորումների համատեքստում բնականաբար դատարանի կարծիքով չի ունենա, այնուամենայնիվ հարցադրումը հնչեցվում է պաշտպանության կողմի համար։ նման միջնորդություն պատվաժան Շնորհակալություն։ Արձանագրելով դատարան անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 317 հոդվածով նախատեսված հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկմանը դատավարության մասնակիցներին դատարանը հարկ է համարում տեղեկացնել, որ հիմնական դատալսումների ընթացքում հետազոտման ենթակա ապացույցի ծավալի առնչությամբ ձեր դիտարկումներ ներկայացնելիս պետք է նաև դատարան հիմնավորեք, թե յուրաքանչյուր ապացույց կամ ապացույցների համակցություն վերդիկտ կայացնելու համար անհրաժեշտ ինչ հաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Միևնույն ժամանակ համապատասխան միջնորդություն եւ առաջարկ ներկայացնելիս դատարանը արձանագրում է, որ ներկայացնեք նաև դրանց հետազոտման հաջորդականության վերաբերյալ ձեր կարծիքը։ Խնդրեմ հարգելի հանրային մեղադրող նստած կանգնած դատարանը ձեզ է դիմում, դուք էլ դատարանի հետ առնչվում եք։ Շատ լավ, շնորհակալություն պատվաստան։ Ներողություն հրապարակելու խնդիր եթե առաջանա, դատարանը բնականաբար կթույլատրի նստած գործինութեր հրապարակեք, ուղղակի հիմա սա այդ փուլը չի։ Պատվաստան դատարան ներկայացնում հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իմ առաջարկները հիմնավորելով իմ առաջարկած հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ հաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Դժոխ Արմեն Հակոբյանի ցուցմունքը, որով հաստատվում են 20 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում ծավալված գործողությունները, դրանցում մեղադրելի մասնակցությունը իր մանրակամանացվածքներ ստանալու եւ այլ հանգամանքներ։ Դժոխ Խորեն Մելիքյանի ցուցմունքը, որով հաստատվում են 20 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում ծավալված գործողությունները, նրա ներկայացումը դրանցում մանրական վնասվածքներ ստանալու եւ այլ հանգամանքներ։ ՎԿ Հարություն Օհանյանի ցուցմունքը, որով հաստատվում են Հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում ծավալված գործողությունները, նրա անմիջական ներկայությունը դրանցում, ԱԹՍ-ի հարվածին ու դրա հաջորդող իրադարձություններին ականատեսներին եւ այլ հանգամանքներ, վկաներ Աղաբեկ Խաչատրյանի, Արմեն Ավետիսյանի եւ Սենիկ Հովհաննիսյանի ցուցմունքները, որոնցով հաստատվում են 20 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում ԱԹՍ տեսնելու եւ այլ հանգամանքներ, ՎԿ Ասեն Թելուցի ցուցմունքը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին տեղի ունեցածից հետո դեպքի վայր գնալու, վիրավորին օգնություն ցույց տալու եւ այլ հանգամանքներ, վկաներ Աբգար Խաչատրյանի եւ Արտյոմ Պողոսյանի ցուցմունքները, որոնցով հաստատվում են հոկտեմբերի 9-ին Բերանյանի հետ միևնույն ավտոմեքենայով Իշխանաձորի խաչմերուկ գնալու եւ այլ հանգամանքներ, ՎԿ Արտակ Մասուդյանի ցուցմունքը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին դեպի Ջաբրայել երթ կատարելու անհրաժեշտությունը եւ այլ հանգամանքներ, ՎԿ Դավիթ Հարությունյանի ցուցմունքը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին դեպի Ջաբրայել երթ կատարելու ընթացքում Շարասյան կազմը եւ այլ հանգամանքներ,
ՎԿ Աղոս Զաքարյանի ցուցմունքը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած դեպքի մոտավոր ժամ եւ այլ հանգամանքներ, ՎԿ-ներ Շալիկո Եղիազարյանի եւ Կարոլ Ասելյանի ցուցմունքները, որոնցով եւս հաստատվում է հոկտեմբերի 9-ին իշխանadorի խաչմերուկում կոթում ՀԱՏՍ-ի արկայություն եւ այլ հանգամանքներ, Հարություն Օհանյանի ներկայացած տեսաձայնագրության զննության արձանագրությունը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին իշխանadorի խաչմերուկում կոթում ՀԱՏՍ-ի արկայությունը եւ այլ հանգամանքներ, Օհանյանի ներկայացած մեկ այլ տեսաձայնագրության զննության արձանագրությունը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած դեպքից հետո ավտոմեքենայի եւ դրանցում նստած զինվորների փայլելու հանգամանքը, ՀՀՊՆ 5869 զորամասի ստացված ինժեներասակրավորային վաշտին համարկեցված Ուրալ 422007-051 մակնիշի ՊՆ 7845 շ զինհամարների ավտոմեքենայի հաշվեկշռային եւ մնացորդային արժեքների վերաբերյալ տեղեկանքը, որով հաստատվում է նշված ավտոտեխնիկայի մնացորդային գումարի չափը, նույն զորամասից ներկայացված ԻՍՎ-ի Ուրալ մակնիշի ավտոմեքենայում զոհված եւ վիրավորված զինծառայողների համակարգված ինքնաձիգների եւ դրանց գումարային տվյալների մասին ստացված 215 գրությունը, որով ասեցի արդեն բարձր հաստատվում է դրանց գումարը, արժեքը, ՀՀՊՆ 16396 զորամասից 260321 թվականին ստացված ելք 2231 գրությունը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի եւ Ջրական Ջաբրայի կանոց ճանապարհի խաչմերուկի հատվածում զինամթերքի պահեստ չլինելու հանգամանքը, ՀՀՊՆ 27527 զորամասից 300321 թվականին ստացված 290321 թվականի ելք 553 գրությունը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի եւ մասնավորապես ջրական տանող ճանապարհի խաչմերուկի հատվածում զինամթերք, պաշտոնավետան առարկաներ նյութեր կամ զինամթերքի պահեստ լինելու վերաբերյալ բանակային կորպուսում տվյալներ հաշվառված չլինելու եւ այլ հանգամանքներ, զինված ուժերի հոբ վարչությունից 020421 թվականին ստացված 290321 թվականի ելք 0796 հոբ գախնի գրությունը, որով հաստատվում է հոկտեմբերի 9-ին օթում ԱՏՍ-ի արկայությունը եւ այլ հանգամանքներ, ՀՀՊՆ 5869 զորամասի ստացված Խորեն Մելիքյանի, Արմեն Հակոբյանի, Անդրանիկ Վերանյանի մարտական գործողությունների մասնակցած լինելու վերաբերյալ տեղեկանքները, Անդրանիկ Վերանյանի պաշտոնի նշանակվելու վերաբերյալ հրամանի քաղվածքը, 20 թվականի հոկտեմբերի 9-ին զոհված 18 զինծառայողների վերաբերյալ տեղեկանքը, նույն օրը նույն զորամասի ինժեներասակրավորային վաշտին համարկեցված Ուրալ մակնիշի ավտոմոբիլային տեխնիկան հակառակորդի ԱՏՍ-ի կողմից խոցվելու, այրվելու եւ շահագործման ենթակա չլինելու մասին տեղեկանքը, 27 զորամասի հրամանատարի 180121 թվականի 47 գրությունը, Դուժո Խորեն Մելիքյանի վերաբերյալ Կիզմիկյան բժշկական կենտրոնի էպիդեմիոլոգի պատժենը, ավտոմեքենային արտադրման կարգավորի պատժենը, օպերատիվ հետազոտական միջոցառումների վերաբերյալ Կապանի ռոբաժնի 286-228 գրությունը եւ դրանքից 449 ծախսերի տեղեկագրի պատժենը, ԻՍՎ-ի զոհված զինծառայողների տվյալները պարունակող զորամասի 190221 թվականի թիվ 119 գրությունը, ՎԿ Աղոս Սերգեյ Զաքարյանի կողմից հարցաքննության ընթացքում ներկայացված Տարոն Նիկողոսյանի հեռախոսահամարից վերջին անգամ ստացված կարճ հաղորդագրության պատճառով զոհված զինծառայողների մասին վկայականները, դրանց քաղվածքները, քաղաքացիական կառուցության ակտերի գրանցման ներվոր ու տարածքային բաժնի թիվ 61 գրությունը,ից ստացված զոհված զինծառայողների մասին տվյալների ցանկը, երրորդ հանրային կորպուսից ստացված գաղտնի գրությունը, որով հաստատվում է, որ ինքնաձիգով ԱՏՍ խոցելը հնարավոր է, ինչպես նաև մեղադրյալի ցանկության դեպքում նրա ցուցմունքը, որով առնվազն հաստատվում է դեպքի օրը մեղադրյալի իշխանաձորի խաչմերուկում գտնվելու եւ մի շարք այլ հանգամանքներ։ Շնորհակալ։ Շնորհակալություն հարգելի հանրային մեղադրող, դուք թվարկեցիք դժողների վկաների անուններ, որոնք ենթադրաբար մեղադրական եզրակացության համապատասխանեցում թվարկված անձինք էին ամբողջությամբ։ Բացառությամբ վկաներ Շալիկո Եղիազարյանի եւ Գարուն Ասելյանի, որոնք թեև նախաքննության ընթացքում հարցաքննվել էին, բայց իմ կողմից հաստատված մեղադրական եզրակացության մեջ նրանց անունները նշված չեն, սակայն հաշվի առնելով, որ նախորդ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա այդ վկաները եւս հարցաքննվել էին, ըստ այդմ ես այս պահին եւս միջնորդում եմ այդ վկաների ցուցմունքները հետազոտել նրանց հրավիրել հարցաքննության։
Այսինքն ամեն դեպքում նրանք նախաքննության ընթացքում հարցաքննվել են։ Կան կներեք, պատվարժան դատան, մենք հաշվի առնելով նախորդ դատաքննության ընթացքում իմ եւ պաշտպանական կողմի իշխանությունների հիմա հարցաքննված վկաների շրջանակը կան վկաներ, որոնք եւս հարցաքննվել են, բայց ես առնվազն այս փուլում հարկ չեմ համարում մենադրանքից ավարողներն եւ կամական որոնք առհասարակ նախաքննության ընթացքում հարցաքննված չեն, բայց կողմերս միջնորդել ենք դրա համապատասխան փուլում կդիտարկենք։ Ես այստեղ ցանկանում եմ նկատառում իմ կողմից վկայակոչված երրորդ բանակային կորպուսից ստացված գրությունը, սա այն գրությունն է, որը նախաքննության ընթացքում չի եղել, սակայն նախորդ դատաքննության ընթացքում ես համապատասխան գրությունը համապատասխան ընթացակարգով Դրանք դատական իսկ ընթացքում ներկայացրել են հետազոտելը եւ այդ գրության հիման վրա դատարանին հրավիրվել, հարցաքննվել վկաներ, որոնք եւս համապատասխան փուլում այս ապացույցի հետազոտման ժամանակ համապատասխան փուլում այդ վկաների մասին միջնորդությունը չի բացառում ներկայացնել։ Շնորհակալություն, այ ձեր որ թվարկում եք այդ խնդրան պատճառը դրամատիկ դատան։ Ես կարող եմ սա իմ ամբողջ դատական նախապատրաստության, ես մեյլով կուղարկեմ դատարանին։ Շնորհակալություն։ Հարգելի ծնողներ, ծավալին եւ իսկ ներողություն հաջորդականության առնչությամբ հիշեցիք։ Ես հաջորդականության առումով պատվիրակական հաշվառում նոր քրեական դատավարության կարգավորները, որպես այդպեսին որևէ առարկություն չունեմ հաջորդականության մասով, հաշվառում որ վկաների հարցաքննության ժամանակ ցանկացած չհետազոտված ապացույց կարող է ներկայացնել, ըստ այդմ դատարանի հայցողության ընթացքում։ Շնորհակալություն, այլ ավելացնելու բաներ։ Ժողովի իրավաճորտներ դուք ինձ հայտարարել պաշտպանություն։ Պատվարժան դատարան իսկ մարկայանից նախ բարձրաբան բան մարկայանից ես ճիշտ եմ իմաց ֆիքսել, որ նաև վարույթը հատորի 24-ում արկա ծախսերի տեղակագրերն եք ընդգրկել մեջը, հա, հատկացված վարելիքի Արտուր 3 դներեք որտեղը 24-ում 22-ից 25 այո։ վարելիքի ծախսի դրալելա մեկ էլ հոբ գաղտնի գրությունը 096-ն է, որ բացը դիտվել, այո։ Պատվարժան դատարան մտքապակցության ես կխնդրեմ ինձ տրամադրել 5-րդ հատորը, մեկ էլ Նախաքննական։ Այո, եւ 2025 թվականի հունվարից, երբ որ մենք միջնորդությունների փուլը սկսանք, այդ վաղտից դատական նիստի ընթացք պարունակող վարույթի նյութերը ու 5-ից 10 րոպեում ամփոփ եմ ներկայացնել։ 5-րդ հատորը խնդրեցի 2025 թվականի հունվարից սկսած դատաքննական դատան հայտարարում է 5 րոպե ընդմիջում Արվում է պարոն դատավոր, ասենք որ 2000-ից դա սկսում է 5-ի հետ ինչ գործ։ Ինքը իրանոց չունի այդ գործը։ Որ 1000-ից դա խնիկ հետ ինչ գործ ունի, ցավոտ ունի։ Ինքը իրանոց Շիները չա վերաբերում։ Անդադ կարանքը բան անի, թող դատարանի իր գործը շարունակ ինքն էլ այդ բանը ուսումնասիրի։ Տեսեք, ինքը ուսումնասիրում է, դիրքորոշում է հայտնում, իր դիրքորոշում դատարանի համար ոչ մի պարտադիրություն չունի։ Դատարանը քննարկելու այդ ապացույցը հետազոտելու նպատակարարությունը անհրաժեշտություն է։ 5 րոպե հետո ասած 5 րոպե, 10 րոպե։ Դե եթե հասկանանք, որ արդեն չարաշահում է իրավունքները, դատարանը անպատասխան միջոցներ կձեռնարկի։ 5 րոպե ընդմիջում մի հատ իջացրեք պաշտպանությունը։ Շարունակվում է դատական նիստը, խնդրեմ հարգել պաշտպանության կողմ։ Պատվարժան դատարան պաշտպանության կողմից ունենալ քրեական գործի դատաքննության ընթացքում ապացուցել հետազոտել արտոր մեկ գործեր 5-ից 7-ում արկա պարոն Հարություն Օհանյանի դիմումը ուղղված գլխավոր դատախազի երկրորդ կոմիտեի նախագահ։ Պատվարժան դատարան բանն այն է, որ պարոն Օհանյանը իր դիմումում բազմաթիվ անգամ նշում է ԱՑՍ ձայնը լսելի լինելու մասին, սակայն երբևիցե խոսք չի գնում նշվարվում ԱՑՍ տեսանելի լինելու մասին։ Մինչդեռ ինչպես հայտնել են նախորդ դատաքննությունից պարոն Օհանյանը նման ցույց Հաջորդը պատվարժան դատարան իհարկե այս խումբ հաստատքները, որը հիմա միջնորդը նկատել, կարելի է նաև դատաքննության հետագա միջնորդը, բայց դե հաշվի առնելով, որ մեծապես հաստատքները միջնորդը հետազոտել, ուստի նաև միջնորդը հետազոտել հատոր առաջին 4/49 մարկա վերային անձում ընդհանրող հանգամանքները հաստատող փաստաթղթերը մասնավորապես նրա պատերազմական գործողությունների մասնակցության մասին տեղեկանքը
Նույն հատորի գործերթի 55 մարկա ծառայողական բնութագիրը, 95-ից 98 մարկա երեխաների ծննդյան վկայականների պատճենները, նույն հատորի 154-ից 161 մարկա պարգևատրումներին արժանանալու փաստահաստատող նկատողների կրծքանշանների անձնագրերի պատճենները։ Պատվարժան դատարան սույն գործողության համար ըստ Թիվոսարյանի կարևոր նշանակություն ունի նաև մեղադրանքում տեղ գտած անձնական շահագրգռվածություն հասկացության քրեական հետագործման մարմնի պատկերացումները։ Այդ իսկ պատճառով միջնորդում է հետազոտել նաև հատոր 1 գործերթի 93 մարկա 29/12/2020 թվականի մեղադրանքի պարզաբանման մասին արձանագրություն։ Պատվարժան դատարան միջնորդում է նաև հետազոտել հատոր 2 գործերթ 96-ից 98 մարկա լուսանկարչական հավելված պատրաստելու մասին արձանագրությունը։ Նշված արձանագրությունը իր մեջ պարունակում է այն բնակավայրերի միջև հեռավորությունը, որտեղ որ տեղի ունեցել քննարկող իրադարձություններ, մասնավորապես որտեղ որ գտնվում էր այսպես ասած զորքի մշտական տեղակայման վայրը, գյուղը, այգեկը, Խաչմերուկը Խաչմերուկը եւ թիկունքի ղեկավարման կետը, այսինքն այն վայրը, որտեղից որ լիցքավորման տեղի ունեցել։ Պատվարժան դատարանը միջնորդում է նաև հետազոտել հատոր 4 գործերթ 120 մարկա Կապանի ռեպուբլիկի գրությունը, որտեղ զգացյալը ասում է, որ դեպքի պահին Խաչմերուկում եղել է նաև 100-ի մոտ զորակոչված անձինք։ Նաև հատոր 5 վարույթ 26-ից 32 մարկա Դերանին կողմից տրամադրված տեսանյութի զննության արձանագրությունը, որից ակնհայտ է, որ Խաչմերուկում ծածկիտակ արկային ալտղ է։ Պատվարժան դատարանը միջնորդում է նաև հետազոտել հատոր 5 գործերթ 47-ից 63 մարկա ածների մարտավարական բնութագրերի մասին վկայող փաստաթղթերը, ինչպես նաև հատոր 4 գործերթ 247-ից 248 մարկա գաղտնի փաստաթղթի ուսումնասիրության մասին արձանագրություն։ Դա ինչ նշանակություն ունի։ Պատվարժան դատարան, սա եթե ես ճիշտ եմ հիշում, կորպուսի հրամանատարի կարգազույգն է, քննարկվող զորամասը իր ՄՏՎ-ից Արցախ տեղափոխելու մասին, որտեղ որ յուրաքանչյուրի գործողությունները նշված է, թե ով ինչ գործողություն պետք է կատարի եւ արձակման այդ նաև օդային արձակման ժամանակ ինչ գործողություններ պետք է կատարվի։ Դա տարբերվում է հանրային մեղադրողի կողմից մատնանշված գաղտնի հրամանագրից։ Հարգելի հանրային մեղադրող, տարբերությունների մասին է։ Անալիզ չէ, գրություններ, Անհրաժեշտություն։ տարբերություն է։ Պատվարժան դատարան նաև միջնորդում են հետազոտել հատոր 5 գործերթ 137 մարկա քրեական հետապնդման մարմնի կողմից կայացված առաջադրված մեղադրանք փոխելու մասին որոշումը։ Այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի նրանով, որ հենց քրեական հետապնդման մարմինը սույն որոշմամբ հաստատված է համարել, որ Ուրալ մագնիշի ավտոմեքենան Իշխանաձորի Խաչմերուկից մինչև Խոցմանը ընթացել է շուրջ 10-ից 15 րոպե։ Այսինքն երթևեկությունը տևել է մոտ այդքան։ Պատվարժան դատարան նաև միջնորդում է հետազոտել պարոն Խաչատրյանի նախագահության կայացած դատական նիստերի ժամանակ իմ միջնորդությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետից ստացված 015 գաղտնի գրությունը, որտեղ Թիվոսարյանի հայտնվում է, որ կախված իրադրությունից հավանական տեսակից եւ բնույթից ելնելով մարտական խնդիրների կատարումը կարող է հետաձգվել, իսկ մարտական խնդիրների չկատարման վերաբերյալ իրավական ակտերում, հրամաններում նմանատիպ ձևակերպումներ չկա։ Այդքան պատվարժան դատարան նաև միջնորդել է որպես վկա հրավիրել նախաքննության ընթացքում արձակնված Երվանդ Իսկանդարյանի, ով Վերանյանի, Աբգար Խաչատրյանի եւ Աջուն Պողոսյանի հետ միասին եղել են նույն պիկապում Իշխանաձորի Խաչմերուկում։ Պատվարժան դատարան ցերևս այսքանը, բայց դատարանից պարզաբանում կխնդրեմ, որպեսզի միառուցիչ որպեսզի հասկանան միջնորդության ծավալը ստացնեն, թե չէ, մասնավորապես հարցը վերաբերվում է հետևյալին։ Առաջին դատական նիստի ժամանակ ձեր կողմից հայտնվել է, որ
նշանակված ռազմագիտական փորձակնությունը, այսպես ասած, մնում է ուժի մեջ։ Այս պարագայում իմ պատկերացմամբ նշանակված փորձակնության, ակնկալելի եզրակացության, իրավաչափությունը ապահովելու նպատակով առնվազն այս դատարանը պետք է սպառի փորձակնության հիմքում դրված բոլոր ապացույցները։ Եթե պատկերացումները ճիշտ են, ապա ես միջնորդում եմ նաև այլ անձանց։ Ինչ, այլ ինչ։ Այլ անձանց ևս հարցակում։ Վերջ։ Այլ։ Նստեք։ Լսելով դատավորի իսկ հաջորդականության առնչությամբ դիտարկումներ ունեք։ Չկան։ Դատարանի հարցերին կանգնած պատասխան։ Լսելով կողմերի կարծիքը, դատարանն արձանագրում է, որ հիմնական դատալսումների ընթացքում հետազոտման ենթակա ծավալը լինելու է հետևյալը։ Դատարանը արձանագրում է, որ հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվելու են հանրային մեղադրողի կողմից նշված գրավոր փաստաթղթերը, գրավոր փաստաթղթերի ուսումնասիրության շրջանակներում դատարանը նպատակարար է համարում ուսումնասիրել նաև պաշտպանի կողմից մատնանշված գրավոր փաստաթղթերը, բացառությամբ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքների, որոնք հետագայում համապատասխան փուլի քննության շրջանակներում պաշտպանության կողմից զրկված չի լինելու, համապատասխան միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, դատարանը գտնում է, որ հետազոտման շրջանակներում չի անդրադառնալ նաև մեղադրանքը փոխելու վերաբերյալ որոշմանը, քանի որ մեղադրանքը փոխելու վերաբերյալ որոշումը, այսպես ասած, ապացույցների ցանկում չի ներառվում եւ դրա վերաբերյալ կամ դրա բովանդակության առնչությամբ համապատասխան փուլում կողմը զրկված չի իր համապատասխան նկատառումները ներկայացնելու հնարավորությունից։ Մյուս փաստաթղթերի առնչությամբ կողմերի ներկայացած դիտարկումները դատարանի համար ընդունելի են։ Ինչ վերաբերում է վկաների եւ տուժողների շրջանակին, դատարանն արձանագրում է, որ այս պահի դրությամբ հատկանշական է համարում տուժողներ Արմեն Ստեփանի Հակոբյանի, Խորեն Սիմոնի Մելիքյանի, վկաներ Հարություն Կարապետի Օհանյանի, Աղաբեկ Արամայիսի Խաչատրյանի, Սենիկ Արտավազդի Հովհաննիսյանի, Արմեն Գեղամի Ավետիսյանի, Արսեն Մալիկի Թելունցի, Աբգար Աղվանի Խաչատրյանի, Արտյոմ Դվիդոնի Պողոսյանի, Դավիթ Հովհաննեսի Հարությունյանի, Աղոր Սերգեյ Զաքարյանի եւ Արտակ Վազգենի Մաղսուդյանի ներողություն հարցաքննությունը, ինչ վերաբերում է կողմերի կողմից ներկայացված նախաքննության ընթացքում հարցաքննված մյուս անձանց դատական նիստի ընթացքում հարցաքննելու անհրաժեշտությանը, ապա դատարանն արձանագրում է, որ սույն պահի դրությամբ դատարանը զրկված է վերջիններից ևս դատաքննության ընթացքում հարցաքննությունը կազմակերպելու հնարավորությունը օբյեկտիվությունը գնահատելու անհրաժեշտությունից, միևնույն ժամանակ դատավարության մասնակիցներին պարզաբանում է, որ սույն ծավալի ամփոփումից հետո դատարանը հնարավորություն կտա կողմերին ներկայացնելու նշված անձանց վերստին հարցաքննելու անհրաժեշտության հիմնավորումները արդեն քրեական դատավարության օրենսգրքի 335-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգի շրջանակներում։ Ինչ վերաբերում է փորձաքննության եզրակացությանը, ապա դատարանն արձանագրում է հետևյալը։ Փորձաքննության նշանակման որոշումը իհարկե գոյություն ունի, դատարանը չի կարող հակառակի առնչության որևէ դիտարկում իրականացնել, չվերացված որոշում է կազմվել համապատասխան հանձնաժողով միայն մի դիտարկում։ Այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու համար համապատասխան միջնորդություն ներկայացնելիս, համապատասխան որոշում կայացնելիս դրվել են որոշակի ելակետային տվյալներ, որոնց առնչությամբ դատարանն արձանագրում է, որ վերստին դատաքննությունը սկսելու պայմաններում համապատասխան անձին դեռևս պետք է հարցաքննվեն, համապատասխան նյութերը ևս պետք է ուսումնասիրվեն։ Այս առնչությամբ դատարանը գտնում է, որ դեռևս զրկված է վերստին փորձաքննության անհրաժեշտության առնչությամբ դիտարկումներ կատարելու հնարավորությունից, գտնում է, որ նշանակված փորձաքննությունը այս պահի դրությամբ պետք է թողնվի անկատար, իսկ համապատասխան դատաքննության համապատասխան փուլում, եթե լինեն համապատասխան միջնորդություններ, ապա դատարանը կգնահատի դարձյալ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը։ Այս պայմանությամբ փորձագետի եզրակացությամբ փորձաքննության նշանակման առնչությամբ դատարանը այս դիտարկումները համարում է բավարար։ Ինչ որ բան ունեն կողմեր ավելացնելու։ Հարաբերական Մենք
Հարցը նմանեցյան մենք պատասխանենք, հետո Հասցիկ ձեր բարձրացրեցի Վիճաբանության չվերացեք, նստեք հարգելի պաշտպան։ Անկարժան դատարան, ասած ես պատրաստում էի այլ վերաբերելի հարցերի համատեքստում այս հարցը բնականաբար բարձրացնել, բայց ինձ համար միանշանակ ընդունելի է ձեր կողմից գործակնություն անկատար թողնելու մասին որոշումը, որը ըստ դերության համապատասխան փորձագետների կայքանի եւ նրանք այլևս չեն սպառել, որովհետեւ այլ տարբերակ չեն։ Դատարանը կողմերի իմացության համար հարկի համարում բարձրացնել, որ համապատասխան դրություն փորձագիտական հանձնաժողովից ստացել է դեռևս հոկտեմբերի սկզբին, սակայն պատասխան չի ներկայացնել, հաշվի առնելով դատականության ընթացքում պարզաբանում ներկայացնելու կողմերի դիրքորոշումը ստանալու անհրաժեշտությունը։ Հետևաբար դատարանը արձանագրում է, որ համապատասխան դրությունը այսօր կամ մի շաբաթվա ընթացքում կհասցեագրվի իրավասու անձանց։ Լիազոր ներկայացուցիչ դուք ավելացնել բաներ։ Խնդրեմ հարգելի պաշտպան։ Պատվարան բան, ես խնդրում եմ պարզաբանել, ինչ հանգամանքներ նկատի ունեն օրինակ, Աբգար Շարժատարյանը արձակվում որպես վկա, իսկ նույն հավասար պայմաններում Երվանդ Իսկանդարյանը, ով որ նույնպես, նույնքան ժամանակ, նույն տևողություն, եղել նույն վայրի։ Հարգելի պաշտպան, դատարանը ընթերցեց դատակոչի ենթակա անձանց ցուցակը։ Հանրային մեղադրողի կողմից լրացուցիչ ներկայացված անձանց առնչությամբ դատարանը նույն դիտարկումն ունի, ինչ որ ձեր ներկայացրած անձանց։ Տարբերվող այս ցուցակում դատակոչի ենթակա անձանց ցուցակում տարբերվող այլ անձանց առնչությամբ դատարանը այս բանին նպատակարար չի համարում լրացում իրականացնելը։ Հետազոտման ենթակա շրջանակը այլ վկաների չի ներառում։ Այդ հավանականությունը հնարավորությունը թողնվում է հիմնական դատալությունների ընթացքում ապացույցների հետազոտման ծավալը լրացնելու միջնորդության քննության ընթացակարգին։ Այդ դեպքում պաշտպանության կողմին հնարավորություն տալու ապացույցներ ներկայացնելու ինչու է պայմանավորված։ Եթե մենք միջնորդում ենք ասում նախաքննության ընթացքում հարձակնող Լևոն Իսկանդարյանը ևս ցանկանում է դատակոչը որպես վկայի հարձակումներ Ինչո՞վ պայմանավորված է այս հարցությունը հետագա փուլերի կողմից։ Դատարանը չէր կարող կանխատեսել ձեր կողմից հնարավոր բոլոր միջնորդությունների ներկայացման բովանդակությունը, պաշտպանության լիարժեք իրականացնելու հնարավորությունն ապահովելու համար տրամադրեց ձեր համապատասխան նյութերը։ Այլ դիտարկումներ կան։ Ոչ։ Նստեք։ Դատարանն արձանագրում է, որ ապացույցները հիմնական դատալությունների ընթացքում կհետազոտվեն այդ ծավալով, ինչ վերաբերում է հետազոտման ենթակա ապացույցների հետազոտման հաջորդականությանը, դատարանը գտնում է, որ գործող քրեական դատավարության օրենսգիրքը բավականին ճկուն մոտեցում է ցուցաբերել եւ հնարավորություն է տալիս փաստաթղթային ապացույցները վկաների տուժողների հարցաքննությանը զուգահեռ հետազոտումը իրականացնել։ Հետևաբար դատարանի դիտարկումն այն է, որ առաջին հերթին նպատակահարմար կհամարի վկաների տուժողների հարցաքննության իրականացումը, այնուհետև գրավոր փաստաթղթերի հետազոտությունը, եթե որևէ դատական նիստի ընթացքում տվյալ ծանուցված վկա կամ տուժող չներկայանա, դատական քննությունը այդ պատճառաբանությամբ չի հետաձգվի եւ դրա ընթացքում կհետազոտվեն հենց գրավոր ապացույցները։ Ամփոփելով հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկումը դատարանը անցում է կատարում քրեական դատավարության օրենսգրքի 320-րդ հոդվածով նախատեսված ապացույցների թույլատրելիության հարցի վերաբերյալ քննությանը։ Միևնույն ժամանակ այս հարցի համատեքստում դատարանը պարզաբանում է, որ նախնական դատալությունների ընթացքում համապատասխան միջնորդություն ներկայացնելու շրջանակներում պետք է նկատի ունենալ, որ ինչպես համապատասխան ապացույցի, այնպես էլ այլ ապացույցի բովանդակային հետազոտություն չի իրականացվելու եւ եթե ներկայացվի ապացույցի անթույլատրելիության միջնորդություն, ապա դա քննության է առնվելու հիմնական դատալությունների ընթացքում համապատասխան ընթացակարգի շրջանակներում։ Հարգելի մեղադրանքի կողմ դուք ունեք նմանատիպ միջնորդություններ։ Ոչ, Խնդրեմ հարգելի պաշտպանության կողմ։ Միանում եք։ Այո։ Դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցները ապացույցի անթույլատրելիության առնչությամբ դիտարկումներ չիրականացրին, ուստի անցում է կատարում քրեական դատավարության օրենսգիրքի 321-րդ հոդվածով նախատեսված այլ վերաբերելի հարցերի քննությանը։ Կողմերի որպես բացաբանում դատարանը հատկանշական է համարել նշել, որ
Այս ընթացակարգի շրջանակներում կարող եք ներկայացնել դիտարկումներ, որոնք ներառված չէին 311-րդ հոդվածի 1-ից 8-րդ մասերում նախատեսված հարցերի քննության շրջանակներում։ Հարգելի մեղադրանքի կողմ առկա են որևէ դիտարկումներ այլ վերաբերելի հարցերի քննարկման շրջանակներում։ Հարգելի պաշտպանության կողմ Պատասխան դատարանական կողմի համար անհայտ է, թե դատարանական գործոնների պահանջների պահպանման դատարանը նշանակված բազմագիտական փորձարկումությունը թողնում անկատել։ Այդ հարցը վերաբերյալ դեպի պարզաբան։ Մեր համար այդ է Դատարանն արձանագրում է, որ նշանակված ռազմագիտական փորձարկումության անկատար թողնելու վերաբերյալ կոնկրետ իրավանորմ քրեական դատավարության օրենսգիրքը չի պարունակում եւ տրամաբանական էլ չի կարծել կամ դատարանից ակնկալել, որ պետք է կոնկրետ իրավական նորմի վկայակոչվամբ կատարվի այդ գործողությունը։ Դատարանն արձանագրում է, որ սույն դատաքննությունը սկսվում է նորից, վերստի պետք է հետազոտվեն ձեռք բերված, ինչպես նաև կողմերի ներկայացված ապացույցները։ Դատարանը արձանագրեց նաև, որ ներկայացված փորձաքննության ելակետային տվյալներ ներկայացվել են ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական ցուցմունքները, որպեսզի այս պահի դրությամբ դատարանը անմիջականության բանավորության սկզբունքով տրամված դատական նիստի պայմաններում կողմերի ներկայությամբ դրանց հետազոտելու հնարավորություն չի ունեցել։ Եվ դատարանը հաշվի առնելով հնարավոր այն իրադրությունը, որ ելակետային տվյալները նշանակված փորձաքննության համար ուղարկված որոշման մեջ արտացոլված չի բացառվում, որ կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել սույն դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման շրջանակներում, այդ հանգամանքի հաշվառման եւ հնարավոր նմանատիպ իրավիճակը բացառելու նկատառումով դատարանը անկատար է թողնում նշանակված փորձաքննությունը։ Պատրաստական նայողությունը կնդրում, ես դիտարկում և բարձրաբանում դատարանից նաև պահանջում։ Մենք քանի որ երրորդ անգամ ենք սույն դատաքննությունը սկսում, նախորդ դատաքննությունը երբ որ սկսվեց և հարգելի պաշտպանը ներգրավեց, մենք ունեցանք իրավիճակ, երբ որ վկայակոչվում էին և միջնորդություններ էին ներկայացվում, որպեսզի հրապարակվեն այս կամ այն անձի վկայի կամ գյուղի նախորդ դատական քննության ընթացքում տված ցուցմունքները։ Ես ինձ համար այս պահից ցանկանում եմ, որպեսզի մարտավարության, ինչպես նաև դատաքննության հիմնական դատարանությունները պլանավորելու առումով պարզ լինի, արդյոք սույն դատարանը այդ նույն տեսակետն ունի, թե ոչ, եւ ընդհանուր առմամբ ինչ տեսակետ ունի այս մասում։ Թույլատրվելու են արդյոք մեզ հղում կատարել նախորդ դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքների, միջնորդել այդ ցուցմունքները պայմանական Դավիթ Հարությունյանի ժամանակ տված ցուցմունքը, Սուրեն Խաչատրյանի ժամանակ տված ցուցմունքները հրապարակել, թե հրապարակմանը ենթակա լինելու միայն դատաքննության ընթացքում տված ցուցմունքները։ Այդ դուք ինչ դիտարկում եք որպես իրավաբան այդ հարցի առնչությամբ։ Դատարանը իհարկե ունի իր սեփական տեսակետը, դատարանը պատրաստված էր այդ հարցադրմանը, ուղղակի այդ պարզաբանում պետք է իրականացնել վկաների հարցաքննության շրջանակներում, եթե բարձրաձայնվեց տեսակետը կարծում եմ կարևոր է համարում դատարան ձեր տեսակետը, խնդրում եմ ներկայացրին տեսակետը կայանում է նրան, որ ես գտնում եմ, որ չպետք է նախորդ դատական նիստերի ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքների հրապարակման միջնորդություն ներկայացվի եւ այդ միջնորդությունը բավարարվի տեղական դատարանության օրենքի վկայի ցուցմունքի հրապարակման հոդվածի համատեքստում։ Իմ տեսակետը որպես իրական այդպես։ Շնորհակալություն, այդ դուք ժողովի լիազոր ներկայացուցիչ բարձրաձայնված հարցի առնչությամբ ինչ դիտարկում եք։ Միանում եմ ովին հանրային մեղադրողի պայմանից կարծիք։ Քանի որ խնդիրը զուտ իրավական է, դժողներին հարցադրումը չեմ իրականացնում։ Ես ասեմ, իրավական բնույթի հարց է, բայց խնդրեմ ներկայացրեք ձեր։ ես եմ համաձայն իրանց հետ, գիտեք հիպան դատավոր, որովհետև փաստաբանը անընդհատ, ասենք, այդ դնում է այն ոչ մի հարցը 50 ձևի անցած այդ բաներով տալիս է, էլի, այդ է պատճառը։ Այդ բարձրաձայնվել է հարց, խնդրեմ դուք ձեր դիտարկումներ ներկայացրեք նշված է առնչությամբ։ Պաշտպանության կողմը գտնում է, որ կողմերից յուրաքանչյուրը, ինչպես մեղադրանքի կողմը, այնպես էլ պաշտպանության կողմը, պետք է զրկվի հարցեր տալ կողմը հարցակնող, վկայակրնի դժոխ կրնի, ինչպես նախաքննության ընթացքում տված ցուցմունքների վերաբերյալ, այնպես էլ դատաքննության ընթացքում տված ցուցմունքների վերաբերյալ։ Պաշտպանության կողմի նման դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ։ Պատվազան դատարան, ամեն դեպքում մեր իրավաբանները սակրամատել,
որ կարևոր նշանակություն ունի նաև ապացույցի անժամահավատության։ Ինչպիսի գործոնը հնարավոր է գնահատել բացառապես նախկինում տրված գործոնների միացած համադրելով եւ ցուցմունքների փոխման դինամիկայի պատճառները բացում։ Հետո դեպքում է, որ կարող է եւ պետք է հասցնել նախորդ դատական ընթացքում։ Իսկ այդպիսի ձեր դիրքորոշումը միատեսակ կիրառության լիազորություն իրականացնելիս վճռաբեկ դատարանը դրա տեսակետ հայտնել է, ձեզ հայտնի է այդպիսի որոշում։ Իսկ դատական պրակտիկայում ենթադրաբար ես ձեզ չեմ ճանաչում, նախկինում ձեզ հետ չեմ առնչվել, ենթադրաբար տևական ժամանակ փաստաբանական գործունեությամբ եք զբաղվում, այդ ձեր պրակտիկայում ինչպիսի դիրքորոշումներ կան տարբեր դատավորների մոտ։ Պատասխանը այս գործի շրջանակներում եղել է դեպքեր, որ նախորդ դատարանում տրված ցուցմունքներից մեջբերումներ եւ արձակումներ կատարվել։ Իսկ հակառակի վերաբերյալ դուք բանում եք, փորձում եք։ Ոչ։ Ցույց տալու դիտարկում եք պատասխանատվական զուգահեռքի։ Խնդրեմ ասեք։ Մեր քրեական դատարանության 330 հոդվածում Տեսնում ուղիղ ասվում է, որ միջդատական վարույթում կամ դատարանում պահպանման տված ցուցմունքի, ինչպես նաև մյուս հրապարակում թույլատրվում է, եթե ես դատարանում հասկացություն այս հոդվածի համատեքստում մեկնաբանում եմ, եթե վկան այդ նույն դատականության ընթացքում տվել է ցուցմունք, հաջորդիվ նրան լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն է եղել եւ տվել է ակասական ցուցմունք։ Ես այդ տեսակետում պատկերացնում եմ, որ նախորդ դատարանում, որը այլևս որի կողմից հետազոտված ապացույցներից եւ ոչ մեկը այլևս նույն դատականության ընթացքում որևէ նշանակություն չունի, այդ ապացույցի, այսպես ասած, ապացույցի հրահաղում անելը եւ այն հրապարակելը եւ դրա վերաբերյալ հարցեր տալը իրավաչափ չեմ համարում։ Շնորհակալություն։ Ավելացնող բան կա, կողմերից որ մեկ ունի։ Դատարանը լսելով կողմերի կարծիքը արձանագրում է հետևյալը։ Դա արգելի հանրամեղադրողը մեջ բերեց քրեական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածի համապատասխան մասը այստեղ դատարանը նպատակարար չի համարում ամբողջությամբ հոդվածի բովանդակությունը բարձրաձայնել, ուղղակի առաջին մասի երկրորդ կետով նշված է արկայական հակասություն դատարանում եւ նախկինում տրված ցուցմունքների միջև։ Դատարանը գտնում է, որ այս նախկինում տրված ցուցմունքների արկայության վերաբերյալ միատեսակ մոտեցում արկա չէ, դատարանին հայտնի չէ օրենքի միատեսակ կիրառության շրջանակներում վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություն, դատարանն արձանագրում է, որ մասնագիտական գործունեությունը հիմնականում անցել է դատական իշխանության շրջանակներում, դատարանը հանդիպել է եւ հանրային մեղադրողի կողմից ներկայացված դիրքորոշման կիսող դատավարությունների, ինչպես նաեւ պաշտպանի կողմից նշված ընթացակարգով իրականացնող դատավարությունների, այնուամենայնիվ դատարանը երկու հակասող, այսպես ասած, կամ հակառակ դիրքորոշումների համադրման արդյունքում իրավական համոզում է ձևավորել առ այն, որ սույն դեպքում նախկինում տրված ցուցմունքների առկայությունը վերաբերում է միջդատական վարույթին այն պատճառաբանությամբ, որ դատաքննությունը կոչված է անմիջականության, բանավորության, ինչպես նաև հրապարակային դատաքննության ընթացքում հետազոտելու եւ գնահատելու այն բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել, ամփոփվել են նախաքննության ընթացքում, նախաքննության շրջանակներում, իհարկե չբացառելով նաև կողմերի կողմից հետագայում ձեռք բերված ապացույցների հետազոտումն ու գնահատումը։ Ինչ վերաբերում է նախկինում նախորդ դատավորների կողմից իրականացված գործողությունները որպես հիմք ընդունելուն, դրանք հրապարակելուն, դատարանն արձանագրում է, որ ինչպես սույն գործով բոլոր դատական նիստերին արձանագրվել է, սույն դատարանը գործի քննությունը սկսում է նորից։ Իսկ նորից քննությունը ենթադրում է, որ նախկին դատավորների կողմից անմիջականության, բանավորության ընթացակարգի շրջանակներում ապահովված ապացույցների հետազոտությունը սույն դատարանին որևէ կերպ չի կաշկանդում, սույն դատարանի համար չի կարող ունենալ ելակետային կամ ուղենիշային նշանակություն։ Հետևաբար այս հանգամանքների հաշվառման դատարանն արձանագրում է, որ եթե որևէ վկայի կամ դժողի կամ ցուցմունքներում լինեն հակասություններ, ապա այդ հակասությունները գնահատվելու են բացառապես նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների շրջանակներում։ Դատարանը այս հարցի առնչությամբ ավել դիտարկումներ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Դատարանն արձանագրում է նաև, որ
այլ վերաբերելի հարցերի քննարկման շրջանակներում դատավարության մասնակիցները այլ որևէ հարցերի քննարկման անհրաժեշտության առնչությամբ չբարձրաձայնեցին ոչ մի բան, դատարանն անցում է կատարում համարում է նախնական դատալսումներն ավարտված եւ անցում է կատարում հիմնական դատալսումներին։ Նախքան կողմերի դիրքորոշումը ճշտելը դատարանն արձանագրում է, որ բազմաթիվ դատավորների կողմից կա ընդունված դատավարական պրակտիկա, ըստ որի նախնական դատալսումների ավարտից հետո հիմնական դատալսումների անցումը նույն դատական նիստի շրջանակներում որևէ դատավարական խոչընդոտ իրենից չի պարունակում։ Այնուամենայնիվ դատարանն այդ համոզմանն է, կիսում է այդ մոտեցումը, սակայն նպատակարար է համարում հարցադրման հնչեցումը դատավարության մասնակիցներին։ Այ հարգելի մեղադրանքի կողմ, դուք ինչ դիտարկում ունեք ավարտելու եւ նույն նիստով հիմնական դատալսում անցնելու առնչությամբ, որը դիտարկում չունեմ։ դուք խնդրեմ հարգելի Առանց պատասխան